Եվ այսպես Նիկոլ Փաշինյանին պետք է փոքրիկ հաղթական պատերազմ հարգելի հեռուստադիտողներ, այսօր առավոտյան շատերս սկսեցինք հետևել նրան, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում Հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ եւ երեկոյան արդեն Սուրբ Էջմիածնից մեզ տեղեկացրեցին, որ 12 հոգևորականներ եւ Արագածոտնի թեմի հոգևոր առաջնորդը կալանավորված են, ձերբակալված են իշխանությունների կողմից, ֆորմալ առիթը ձերբակալելու հանդիսացել է հետևյալ հանգամանքը Հովնանավանքի հոգևոր հայր Տեր Արամ Ասատրյանը սեպտեմբերի 16-ին հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը եւ իթիվս այլնի նշում է, որ 2021 թվականին հոգևոր հայրերը եկեղեցու թեմի առաջնորդները ստիպում են հոգևորականներին մասնակցել հետագայում խորհրդանական ընդդիմություն դառած քաղաքական ուժերի կողմից ձեռնարկված բողոքի զանգվածային գործողություններին արևմտյան գրանտերով սնվող կազմակերպություններից մեկը դիմում է գլխավոր դատախազություն, պահանջելով ստուգել Տեր Արամի կողմից հնչեցրած գնահատականները, դե թե արևմուտքից ինչ որ բան պահանջում են կամ խնդրում են իշխանությունները դա կյանքի են կոչում, եւ ահա մենք այսօր ականատեսը եղանք հերթական հակաեկեղեցական գործողությանը։ Տեսեք, իհարկե, այս գործընթացում կա աշխարհակաղակական կոմպոնենտ, կրկին ասենք, սեպտեմբերին Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Փաշազադեն պահանջում էր, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները դադարեցնեն ռևանշիստական հայ առաքելական եկեղեցու գործողությունները, բայց այս ամենում կա նաև ներքաղաքական կոմպոնենտ։ Հարգելի հեռուստադիտողներ, սույն թվականի նոյեմբերի 16-ին վաղաշաբաթ խոշորացված համայնքում տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, տեղի են ունենալու ավականու արտահերթ ընտրություններին։ Այս պահի դրությամբ արդեն ակնհայտ է, որ ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ մասնակցելու են ընտրությունների, ընդհանուր թվով 9 ուժ է մասնակցելու, որոնցից մեկ դաշինք, այսպես է, դասավորվածությունը, բաշխվածությունը մասնակիցների, քաղաքացիական պայմանագիրն է մասնակցում ընտրություններին, իրենց տեխնացուով Նիկոլ Փաշինյանի կուսակցության դուստր ձեռնարկություն հանդիսացող Հանրապետություն կուսակցությունն է մասնակցում ընտրություններին, ընդդիմությունը եւս կրկին ասենք մասնակցում է այս ընտրություններին, մի քանի ուժով է ներկայացված, առաջինը իհարկե հաղթանակ դաշինքն է, որը կազմված է առաջ կուսակցությունից եւ հայեղափոխական դաշնակցությունից, Մայր Հայաստան կուսակցությունը, ինչպես նաեւ Արտուր Վանեցյանի կուսակցությունը, Ժառանգություն կուսակցությունը, քաղաքական ուժերը մասնակցում են ընտրությունների եւ ըստ ամենայնի հասկանալով թե ինչ կարևորություն են տալիս անդիմադիր ուժերը այս գործընթացին, Նիկոլ Փաշինյանը փորձում է ամբողջ հնարավոր ռեսուրսը ներդնել այս ընտրություններում հաղթանակ տոնելու ուղղությամբ եւ ինչ է անում։ Հարձակվել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, փաստացի պատերազմ է վարում։ Նիկոլ Փաշինյանին իսկապես անհրաժեշտ է այս իրավիճակում, երբ որ կա շատ մեծ հավանականություն, որ քաղաքացիական պայմանագիրը իր ցանկացած քվեները չի կարող ստանա, իշխանություններին անհրաժեշտ է փոքրիկ, բայց հաղթական պատերազմ եւ որոշեն այդ պատերազմը վարել հայ առաքելական եկեղեցու դեմ միանգամից մի քանի խնդիր են լուծում, բացի աշխարհակաղակականից, քանի որ դա լիովին համընկնում է Թուրքիա եւ Ադրբեջանի կողմից պահանջվող քաղաքականությանը, որ իրենք պահանջում են իրականացնել Նիկոլ Փաշինյանից, ներքաղաքական կոմպոնենտ այս գործընթացների կայանում է հետեւյալում. Նիկոլ Փաշինյանը ունի խնդիր կոնսոլիդացնել իր ընտրազանգվածը, իսկ իր ընտրազանգվածը ինքը սիրում է այս տեսակ քաղաքական շոուներ, ձերբակալություններ, պոլին ծեփել, պատին խփել եւ այլն եւ այդպես շարունակ, այսինքն Նիկոլ Փաշինյանը այս խնդիրը լուծում է։ Երկրորդը, եթե նա կարողանա հասնել իր ուզածին, այսինքն գրոհի Էջմիածինը, եթե նա կարողանա հասնել կաթողիկոսի փոփոխությանը, կա շատ մեծ հավանականություն, որ սպասվելիք ընտրությունների մասնակցությունը վաղաշաբաթում առնվազն ինքը ցածր կլինի։ Դա իր հերթին թույլ կտա իշխանություններին վարչական ռեսուրսի կիրառմամբ ձևավորված այդ ընտրաքվեների զամբյուղում գերակաշիռ մասը դարձնել իրենց անհրաժեշտ քվեները, ինչն էլ իրենց հնարավորություն կտա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացնող հերթական անձին կարգել վաղաշաբաթ խոշորացված համայնքի ղեկավարը եւ ինչը եւս չափազանց կարեւոր է, Նիկոլ Փաշինյանը մոտենում է խորհրդանական ընտրությունների մի իրավիճակում, երբ որ կա անհրաժեշտություն կոնսոլիդացնել նաեւ պետական ապարատը։ Եթե միջև խորհրդանական ընտրությունները այս կարևորագույն ստուգատեսի ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտվի, կա հավանականություն, որ պետական ապարատը այնքան լոյալ չի լինի խորհրդանական ընտրությունների ժամանակ, որքան կուզենար Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար նա ընտրել է իր համար իր ընկալմամբ հեշտ թիրախ եւ փորձում է գրոհել այդ թիրախի ուղղությամբ։ Եվս այստեղ կա մի կարևոր նրբերանգ, տեսեք, իշխանությունները իսկապես իրենք շատ մեծ նշանակություն են տալիս հակաեկեղեցական այս պայքարին։ Հետևյալ համատեքստում
իրենք ադմինիստրատիվ վարչական ռեսուրսը արդեն իսկ լայնորեն կիրառում են սպասվելիք ընտրությունների համատեքստում։ Դեռևս 2025 թվականի հունիսի 20-ին կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել խոշորացնել վաղարշապատ համայնքը, իրեն միացնել Խոյ համայնքը։ Որոշ ընդդիմադիրներ տարբեր եթերներից արդեն երկար ժամանակ է ներկայացում են, թե այս ամենի տրամաբանությունը որն է, փորձելու են Խոյ համայնքի ընտրողների միջոցով ընտրել քաղաքապետ վաղարշապատում, բայց եւս մի կարևոր հանգամանք կա, արդեն իսկ կան տեղեկություններ այն մասին, որ մինչև 5000 չգրանցված մարդ են ներառված ընտրացուցակներում, այլ կերպ ասած դեռևս մինչև 18 թվականը հանրապետական կուսակցության կողմից ձևավորված այդ բարի ավանդույթը մեռած հոգիներով ընտրություններում հաղթելու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փորձում է օգտվել այդ ավանդույթներից, բայց ըստ ամենայնի դա եւս պակասում է Նիկոլ Փաշինյանին, այդ իսկ պատճառով էլ նա այս հարձակումը հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իրականացնում է, բայց պարադոքսը գիտեք ինչու՞մն է կայանում, հենց ինքը Նիկոլ Փաշինյանը իր այս գործողություններով չափազանց մեծ նշանակություն է տալիս վաղարշապատ համայնքում տեղի ունենալիք ընտրություններին, եւ եթե ընդդիմությունը կարողանա ճիշտ ռազմավարություն մշակել, ճիշտ մարտավարություն մշակել, գոնե մինչև նոյեմբերի 16-ը խոշորագույն ընդդիմադիր ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, իրենք զինադադար գոնե հայտարարեն, այսինքն միմյանց դեմ հակաքարոզչություն չիրականացնեն, իրենց թիրախը լինի քաղաքացիական պայմանագիրը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Զավենի Սարգսյանը, այն որ նա ոտնատակ է արել իր եղբոր Վազգեն Սարգսյանի գործը, հիշատակը, Հանրապետություն կուսակցությունը կա հավանականություն, ինչպես նաև եթե ընդդիմությունը իսկապես քայլեր ձեռնարկի ոչ միայն քվեներ ստանալու, այլ այդ քվեները պահելու մեխանիզմներ մշակի, կա հավանականություն, որ միջև խորհրդանական ընտրությունից վերջին ստուգատեսում պայմանականորեն ասած կիսաեզրափակչում իշխանությունները հերթական անգամ պարտվեն։ Դրա համար չափազանց կարևոր է թե ինչ մարտավարություն է ընտրելու ընդդիմությունը, որը մասնակցում է ընտրություններին եւ ամփոփելով այս ամենը, ամփոփելով մեր այսօրվա զրույցը, պետք է նշենք հետեւյալը։ Տեսեք, գործընթացում իհարկե ներգրաված են քաղաքական ուժեր, բայց գործընթացում ներգրաված են նաեւ հոգեվոր հայրերը։ Շատ կարևոր է թե ինչ դիրքորոշում է այս ամենում ունենալու Սուրբ Էջմիածինը, նրա հոգեվոր հայրերը։ Իհարկե կարելի է շարունակել պայմանականորեն միայն շախմատ խաղալ եւ աղոթել, հույս ունենալով, որ հնարավոր կլինի դրանով կասեցնել Նիկոլ Փաշինյանի գրոհը, իսկ այն երկրորդ տարբերակը իթիոս ալին օրինակ մաքրել շարքերը, մաքրել շարքելը ոչ միայն այն հոգեվորականներից, որոնք փաստացի սպասարկում են Նիկոլ Փաշինյանի քաղաքականություն, Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, անկախ նրանից այդ հոգեվորականներին կարգալույց կանեն, թե չեն անի, Նիկոլ Փաշինյանը միևնույն է գրոհելու Էջմիածինը, ինչպես նաև մաքրել շարքելը այն բոլոր անձացից, որոնք վերջին շրջանում ցույց են տվել, որ իրենք ունակ չեն լուծել Էջմիածինի առջև ծառացած խնդիրները, լինի դա իրավական տիրույթում, լինի դա տեղեկատվական տիրույթում։ Բարդ է պատկերացնել, թե ինչպես դու կարող ես հաղթել Նիկոլ Փաշինյանին, ում ետևում կանգնած է Թուրքիան եւ Ադրբեջանը, եթե քո թիկունքը ամուր չէ։ Մտածեք այդ մասին։